Հարգելի բարեկամ, այս վերջի մոտ 10 տարվա մեջ Հայաստան աշխարհի մեջ, հայ հասարակության մեջ կամաց ատելություն այնքան է հասել, որ իրոք սերը պակասել է եւ մարդիկ իրար չեն սիրում, իրար չեն հասկանում, իրար չեն զիջում, իրար չեն ներում։ Եվ դա այդ ատելությունը բերում է քայքայման, ինքնակործանման։ Եվ այսօր ինչ անի քրիստոնյան, հայ եկեղեցու հավատացյալը կամ որևէ քրիստոնյա Հայաստանում ապրող, եթե իրեն հետաքրքրում է Հայաստանի վիճակը, ինչ անի, ինչպես ապրի, թե բոլորն են խորհուրդ տալիս, աղոթեք, բայց աղոթելը այո, աղոթել, բայց Տերը երբ որ ասում է, որ աղոթելը չի միայն էլի գործնական կյանքով ինչպես մենք պետք է ապրենք, օրինակ շատերը կգան կասեն քո անով հրաշքներ են գործել, աղոթել ենք, հա, բայց կասի ես ձեզ չգիտեմ, այսինքն աղոթելը չի։ Դրա համար այսօր կխոսենք այն բանի մասին, թե ինչ անենք։ Խաղաղություն քեզ հարգելի բարեկամ, 90 թվականներին, արդեն անցած դարվա, 20-րդ դարվա 90 թվականներին մենք անկախացանք, Հայաստան աշխարհը, Հայաստանը անկախացավ։ Ու կարծես թե մեզ համար բացվեցին նոր ճանապարհներ, նոր կյանք, ահա մենք կապրենք, կծաղկենք, կզարգանանք, եկեղեցին ազատություն ձեռք բերեց, որ կարող է քարոզել առանց նեղություն կրելու, եւ այս տարիները 30 տարիները թռան անցան եւ ձևով մեկանք ավելի վատ վիճակի առջև կանգնեցինք, միգուցե ոմանց համար դա լավ է, չգիտեմ, բայց երբ որ կողքից նայում ես, տեսնում ես վիճակը լավ չի։ Եվ քննելու համար կարելի է տարբեր պատճառներ գտնել, ասել սրանք են մեղավոր, այս է մեղավոր, բայց այն, որ բարոյական զրկված վիճակ է Հայաստան, այսինքն այդ ատելությունը, որ կա, դա գալիս է հոգևորի պակասից, Աստծո երկյուղի պակասից։ Գիտեք, Աստծո երկյուղը իմաստություն է ծնում։ Երբ որ մենք այդ Աստծո երկյուղը կորցնում ենք, մենք իմաստությունն էլ ենք կորցնում, այսինքն չենք էլ ձեռք բերում, դրա համար այնքան սխալներ կարող ենք անել, այնքան սխալ ճանապարհով կարող ենք քայլել։ Մենք ժամանակին ծիծաղում էինք մեր հարևանների վրա, իրանց տգիտության համար, բայց այսօր մենք ենք ծաղր ու ծանակի ենթարկվում եւ դաշ չի լինում մեզ համար։ Ուրեմն այս բաց թողումը ով պետք է լցներ, դա եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին Հայաստան աշխարհի մեջ վերցնենք, այդ բացը ինքը պետք է լցներ, այդ սերունդներին ինքը պետք է դաստիարակեր, այսօրվա իշխանության մեջ վերցնենք, հա, ովքեր են այդ մարդիկ, այդ են սերունդն է մեծամասն, որոնք 90 թվականներին ինչպես բոլորս ապրել ենք դժվարություններով, մութ, ցուրտ սենյակներում, հիշում եք, ով որ այդ սերունդները կա, այդ մեկ ձեռքով լողանալ այդ պատմությունը, այդ մի սենյակի մեջ մեկ տեղվելով, ուրախանալով, որ ամիսը կամ շաբաթը մեկ անգամ 2-3 ժամով հոսանք էինք ունենում, այդ սերունդը, այդ ժամանակվա սերունդն է։ Գիտեք, եւ այդ ժամանակ շատերն էին այդ վիճակի մեջ ապրում, եւ հիշում եմ Տիրոջ խոսքերը, որ ասում է մարդ կա, որ ժայռի վրա է կառուցում իր տունը, մարդ կա ավազի վրա կառուցողը ասում է, ինչ ա լինում, փոթորիկ ա գալիս, ախ քանդվում է։ Եվ այդ ժայռի վրա կառուցելու ուղղորդությունը հայ եկեղեցին չարեց։
ինքը պատրաստ չէր, հիմա չքննենք 70 տարի անաստվածություն եւ այլն, բայց եկեղեցին էր, որ չկարողացավ անել, պատրաստել այդ ժայռը կառուցել, որովհետեւ մարդիկ կամա սկսում են այդ ավազի վրա կառուցել, դե տուն պետքա կառուցեն, ժայռ կառուցելու գաղափարը իր ուժը դա եկեղեցու ձեռքի մեջ է, եւ մարդիկ ավազի վրա են իրենց տները կառուցում, դրա համար երբ որ եկավ բոլորի այդ փորձությունները գալիս էր, փորձություններին չդիմացան եւ քանդվեց իրենց տունը, փորձությունները դա լինի գայթակություններ կարող են լինել, դրամական, փառասիրական, ատելություն, վրեժխնդրություն, այս տարբեր բաներն էր, որ այդ փորձություններին չդիմացան եւ իրանց, այսինքն տունը մեր Հայաստան աշխարհը սկսեց քանդվել, հələ նոր ոտքի չկանգնած արդեն այդ տունը քանդվում է, որտեվ ավազի վրա էր, եւ եկեղեցին այսօր այդպես էլ նորից եմ ասում, չկարողացավ, ջանք չարեց, այդ գոնե այդ ավազը ցեմենտ լցնի, ցեմենտացնի, գոնե միջև որ այդ ժայռը ոտքի կանգնացնի, ժայռը դա Քրիստոսի ապավինությունն է, դավանանքն է։ Գիտեք, մամաս միշտ ասում էր այն 90 թվականներին, որ երբ որ ավետարան սկսեց կարդալ, ինքը հետաքրիր բան ասեց, որ այդ սուտ մարգարեների մասին, որ Տերը ասում էր, ասեց, տղաս ասեց, այդ սուտ մարգարեները դա այսօր կարելի ասել, այս մեր քաղաքական գործիչներն են, որոնք ոչ թե հասկանալով են սուտ կամ ինչ, ով որ հասկանալով անում, դա ուրիշ է, այ մարգարեն, որ ինչ որտեղ բան է խոստանում եւ չի կարող անի, որովհետեւ իր ձեռքում չի, մեկ եւ երկրորդը միգուցե ուզում է, որ դա լինի, խափում է եւ այլն։ Եվ Տերը մեզ զգուշացնում է, որ զգուշ եղեք, որ ձեզ չխափեն, Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխում։ Եվ ցավոք սրտի շատերս խափվեցինք 90 թվականին, անկախություն, նախագահ ընտրեցինք, հետո այսպես շարունակ մենք խափվեցինք։ Միգուցե մարդը սիրում է խափվել, չգիտեմ։ Եվ մենք հավատալով, խափվելով այդ սուտ մարգարեներին, պետք է մեղավոր փնտրենք, չէ՞, ի վերջո, եւ կան չար ուժեր, այսպես ասեմ, երևելի եւ աներևույթ, եւ սրանց գլուխը կառավարողը աներևույթ թշնամին է։ Եվ ինչպես Պողոս Առաքյալը ասում է, մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի, այսինքն մարդկանց դեմ չի, այ դևերի, երկնային չար իշխանների, խավարի իշխանների դեմ է, որոնց դեմ չես կարող թնդանոթով կռվել, հրացանով, քարով, ատրճանակով, դանակով եւ այլն, իրենց դեմ ճշմարտությամբ, Աստծո խոսքով, հավատքով, սիրով եւ հույսով։ Եվ այդ բնական է, որ այդ չար ուժերը, աներևույթ թշնամին ունի իր արբանյակները մարդկանց տեսքով, ինչպես որ մեր Տերը ուներ առաքյալներ, մարգարեներ, այդպես էլ այս չար աներևույթ զորությունները ունեն իրենց սուտ մարգարեները, չարագործները, սուտ առաքյալները, որոնք ինչ են ուզում, իրենք ուզում են սատանայի գործը կատար անել, եւ որտեղ մի բարիք կա, իրանք ուզում են ապականել, քանդել, եւ որտեղ այդ չարը եւ շատ այդ արբանյակները իրենց գիտեն հայ ժողովրդի առաքելության մասին, գիտեն հայ ազգի կարևորության մասին, այն ինչ որ իրենց տրված է, այդ բանի մասին չխոսեմ, ես շատ եմ խոսում այդ նյութերի մասին, չանդրադառնանք։ Եվ ամեն ինչ անում է, որպեսզի փորձի մեզ ոչնչացնել, կտրել, չթողնել, որ մենք այդ ժայռի վրա կառուցենք մեր տունը։ Դրա համար կանգնել ասել, որ այս իշխանությունը նախագահ է, վարչապետ է, նախարար է, ես իմ կուսակցություններ են, իրենք են ուղակի չարիքը մեր ազգի,
ես նորից ասեմ, մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չի, բայց ինքը ունի իր մարգարեները, առաքյալները։ Եվ այս ես ընդհանուրով եմ ասում, այդ քաղաքական դաշտը, որ կա, որոնք մեզ այսօր շատ տարբեր բաներ են խոստանում։ Մեկը խոստանում է, այն ասում է Իվանի պոչը բռնենք, մյուսը ասում է արևմուտքը, Մակրոնի, մյուսը Տրամպի եւ այլն, Չինաստան, Պարսկաստան, սա բոլորը մարդիկ են, որոնք մեզ քարոզում են, հետաքրքիր բաներ են, մեջը ազգասեր իրոք նվիրված մարդիկ կան, բան չունեմ ասելու։ Եվ այս մարդիկ իրանք կամա դառնում են գործիքը այդ ամեն ինչի, որտեվ իրենց փրկություն իրենք տեսնում են այդ բաների մեջ, սնոտի սուտ բաների մեջ։ Տանում են մեզ այնտեղ, որտեղ Տերը մեզ զգուշացրել, ասում է, անիծված է այն մարդը, որ հույսը դնում է մարդու վրա։ Այսինքն մեզ տանում են անեծքի տակ, այսպես ասենք, որ ավելի հասկանալի լինենք։ Ես ոչ մի կուսակցական բաների հիմա այստեղ չեմ ասում, ով է սխալ, ինչ է ճիշտ, անձերի, որ սխալ չընկալեք, չհասկանաք։ Ես ընդհանուր բանն եմ ասում, որոնք իրանք չհասկանալով միգուցե աներևույթ պոզավորի գործերն են կատարում, լինելով արբանյակ ուրիշ արբանյակների։ Եվ մեզ տանում են ընդեղ։ Հովհաննես առաքյալը իր թղթերից մեկում ասում է, որ հոգիներին քննեցեք, այն հոգին, որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին, դա նեռի հոգին է։ Հիմա կասեք, հայսուպ այդ քաղաքական գործիչները, մեր վարչապետը եւ ուրիշները Քրիստոս աղոթում են, խաչակնքում են։ Ես չասեցի, որ չեն անում։ Ես Հովհաննեսի խոսքերը բերեցի, այսինքն Հովհաննես ուզում ասի, այն ով չի տանում ցույց տալիս, որ փրկությունը Հիսուս Քրիստոսով է, նա է նեռի հոգին։ Այսինքն նրանք, որոնք մեզ տանում են դեպի ապագա, լույս ապագա, դեպի ես իմ լավ կյանք, առանց Քրիստոսի, դա սուտ մարգարեներ են։ Նորից Տերը շեշտում է. զգուշ եղեք ձեզ չխաբեն, եւ մարդիկ նորից խաբվում են։ Այդ հոգիները քննեցեք։ Այսօր շատացել են եւ կուսակցությունները, եւ գաղափարախոսություն կրողները, մեկը սրա կողմն է, մեկը սրա դեմ է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ նորից եմ ասում, այդ նեռի հոգին Հայաստանի մեջ տարածվել է։ Նայեք, Տերը ասում է այդ սուտ մարգարեներին պտուղներով ճանաչեցեք։ Պտուղները ո՞րն է։ Այսօր այդ 30 տարի, ասենց ասենք, այդ քաղաքական գործիչները, մարգարեները, որոնք գալիս են մեզ բան են տանում, պտուղները ո՞րն է։ Տերը ասում է անօրությունը շատանալով սերն է սառելու։ Պտուղները մենք տեսնում ենք հասարակության մեջ սերը սառել է, անօրենությունն է շատացել։ Սա է այդ պտուղները, այդ քաղաքական գործիչների։ Եվ այսօր քրիստոնյաները ընկել են կամ սրան են պաշտպանում, նրան են պաշտպանում, սրա դեմ են ելնում, մտածելով, որ եթե սրա հետ գնանք, մենք լավ կապրենք, մենք լավ վիճակի մեջ կլինենք։ Բայց Տերը ասում է, զգուշ եղեք ձեզ չխաբեն, ձեզ նորից խաբում են։ Լավ գաղափարներով, մեկը կանգնում ասում է, այս շարժումը պետք է բարձրաստիճան հոգևորականներից լինի, մյուսը ասում է, մենք այս բարձրաստիճան հոգևորականներին բանատեղ չենք դնում, բանտն են նստացնում, եւ ժողովուրդը նորից ավելի տակնու վրա է լինում։ Եվ այսօրվա դրությամբ ինչ է տեղի ունենում։ Ուղղակի մի հատ չարը աներևույթ նկատի ունեմ, աներևույթ պոզավորը տարբեր ձևերով է ինքը աշխատում, ոնց որ ասած 6000 տարվա փորձառություն ունի, ինքը տարբեր ձևերով է աշխատում։ Օրինակ, այսօր մեր հասարակությունը, որ ավելի պառակտի, ավելի չարություն բերի, այն տունը, որ պառակտվում է, չէ, իրան հեշտ է գրավել։ Եվ ինչ է անում։ Ինքը օրակարգեր է ստեղծում նամանտես վերջի ժամանակում, օրակարգ, որով համացանցի միջոցով, լրատվական միջոցների
միջոցներով օրակարգ է ստեղծվում։ Օրակարգ, որ քրիստոնյան, այսինքն ես նկատում եմ քրիստոնյայի համար եմ ասում, մեր հայ եկեղեցու հայ քրիստոնյան զբաղվի այդ օրակարգով։ Այս օրակարգից փոխում են այնտեղ, այս օրակարգից այնտեղ, այս նյութից այստեղ, այս նյութից այնտեղ, մեկ սրան են բռնում, մեկ սա են անում, սա ինչի համար է, որ նավակը երբ որ սկսում է շարժել, վերջին կդինա շուռա գալիս ընկղվում է։ Հասկացաք, այսինքն այդ օրակարգը, այսօրվա դրությամբ այդ օրակարգը ոչ թե միայն իշխանություններն են ստեղծում, այդ օրակարգը նաև անդիմադիր ուժերը եւ տարբեր անկախ կուսակցական շարժումները, ասենց ասեմ, կամ քաղաքական ուժերը այդ օրակարգը ստեղծում են, ասենց ասեմ, իրար պաս են տալիս են, որպեսզի ժողովուրդը մտնի այդ փոթորիկի մեջ եւ չկարողանա ժայռի վրա կանգնել։ Իսկ դեպի ժայռը բարձրանալու ճանապարհը մեկն է՝ Հիսուս Քրիստոս։ Տերն է ասում, ես եմ ճանապարհը, կյանքը, դռները։ Առանց իրեն մենք չենք կարող այդ ժայռի վրա բարձրանալ։ Մենք միշտ այդ ավազի վրա կկառուցենք, հենց նոր փոթորիկ կգա, նորից կընկղվենք, շատերը կհուսահատվեն, ընդհանրապես Աստծուց կհեռանան եւ իրենց հոգու կործանում կունենան։ Պատարակ է արվում, կարգալուց քահանա է լինում, ճիշտ է, սխալ է։ Գիտեք, քննելու հարց չի ճիշտ սխալը, նորից եմ ասում, դա 30 տարվա բաց թողումն է եկեղեցու, որ այդ սերունդը չդաստիարակեց, որ ժայռի վրա գնան տունը կառուցեն։ Այսինքն սերունդ ասելով մեր հայրենիք այսօրվա երիտասարդները վստահ եմ մեր լինի կառավարության մեջ, կուսակցությունների մեջ, շարժումների մեջ անկեղծ մարդիկ կան, որոնք անկեղծ նվիրված հավատում են, որտեղ իրանք էլ են խապնվել, որտեղ իրենց էլ են խաբել։ Ու գնալ եկեղեցի, աղոթել, աստվածապաշտությամբ զբաղվել, բայց չխոստովանել, այսինքն չընդունել, որ փրկությունը Քրիստոսով է, դա արդեն չարի հոգին է։ Նայեք ինչ է ասում Պողոս առաքյալը։ Սա իմացիր, որ վերջի օրերում չար ժամանակներ կգան, որտև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, ամբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր, որ աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն են ուրացած։ Նրանցից էլ ետ քաշվիր, որովհետև սրանցից են, որ տունետուն են մտնում և գերի առնում մեղքերով բեռնավորված տկարամիտ կնիկներին, որ կերպ ցանկություններով վառված են, որ ամեն ժամանակ սովորում են և երբեք դեպի ճշմարտության գիտությունը չեն կարողանում գալ։ Երկրորդ Տիմոթեոսի թուղթը 3-րդ գլուխ։ Հիմա այստեղ չասեք, տեսեք, այս իշխանությունները, սրանք կամ իշխանամետները ասեն, հեսա այս ընդդիմադիր ուժերն են, իրանց մասին է, չէ։ Սա նկարագիրն է վերջի ժամանակներին։ Ես Հայաստանի մասին եմ խոսում, Հայաստանի ներկա վիճակի մեջ ամբողջ նկարագրված է։ Սա տունետուն մտնում են, այսօր ինչպես կարան տունետուն մտնել, կարող ժամանակին մտնել են, բայց այսօր համացանցի միջոցով YouTube-ի, TikTok-ների միջոցով մտնում են այդ տները։ Մտնում են այդ տները եւ ինչ են անում, նորից կարդանք։ Սրանցից են, որ տունետուն են մտնում, գերի առնում, անում մեղքերով բեռնավորված տկարամիտ կնիկներին, որ կերպ ցանկություններով վառված են։ Ամեն ժամանակ սովորում են, երբեք դեպի ճշմարտության գիտությունը չեն կարողանում գալ։ Այսինքն
էլ շարունակեմ, չէ՞։ Մենք հիշենք այդ 18 թվականին համացանցը ինչով էր լեցված կանայք, որոնք ես զարմացել էի, թե կինը, հայ կինը ինչպես կարող այդպես հայուի, անիծի։ Դե անցնենք առաջ։ Դրա համար նորից կրկնեմ Տիրոջ խոսքերը, զգուշ եղեք, որ չխաբվեք։ Պողոս առաքյալը 2 Տիմոթեոսի թղթում 3 գլխում ասում է. Եվ ամենը, որ կամենում են Աստված պաշտությամբ ապրել, Քրիստոս Հիսուսով հալածանք պիտի կրեն, բայց չար եւ խաբեբա մարդիկ առաջ կգնան չարության մեջ, մոլորեցնելով եւ մոլորելով։ Այսինքն այն մարդը, այն քրիստոնյան, որ Աստված պաշտությամբ ապրում Հիսուս Քրիստոսով, իր տունը կառուցել է ժայռի վրա։ Ժայռի վրա կառուցել նշանակում է լսել խոսքը եւ ապրել, ճիշտ ապրել։ Այդ մարդիկ միշտ կհալածվեն, իրան չեն հասկանա, իրան կմեղադրեն, իրեն կդատապարտեն։ Իսկ չար մարդիկ, ասում խաբեբա մարդիկ, առաջ կգնան չարության մեջ, որը մենք տեսնում ենք մեր շուրջը, եւ մոլորեցնելով կմոլորեցնեն, բոլորին մոլորության մեջ կգցեն։ Նորից ստեղ Տիրոջ խոսքերն ազգուշ եղեք, որ չխաբվեք, որտեղ այդ չար մարդկանց ձեռը իշխանություն կա, դրամ կա, հնարավորություններ կա, իսկ Աստվածամախ մարդը ինքը չի ձգտի կողոպտել, գողանալ, խաբել, ինքը նեղություն կկրի նրա պատճառով, որ ինքը այդ բաները չի անի։ Նայեք, ձեր շուրջը նայեք կամ ձեր կյանքի մեջ նայեք, եթե դուք անկեղծ Քրիստոսի երկյուղով եք ապրում, դուք դժվար կացության մեջ կլինեք։ Ինչ իմաստով, որտեվ դժվար է ապրել։ Բարի, անկեղծ, Աստծո կամքով ապրող մարդիկ, այսօր նամանավանդ։ Դրա համար փորձությունը սատանան իրենց հետ փորձում է ինչ անել, այդ ժայռի վրայից իջեցնել ավազի վրա, որ հուսահատության մեջ ընկնի մարդը։ Գրեք, քրիստոնյային դժվար է, դա մենք տեսնում ենք Քրիստոսի օրինակով, որ ասում է փոքր հոտ մի վախեցիր, ես աշխարհը հաղթեցի։ Դեր ինչպես հաղթես, չեք ասենք, բրին թքին, մրին, ապտակին, ծեծին, սպանեցին ի վերջո, հա? Խաչը անին, անարգեցին, ծաղրեցին, աշակերտները փախան, դավաճանեցին իրեն, բայց ասում է ես հաղթեցի, հաղթանակը ինչի մեջ է, ինքը չչարացավ, չար չդարձավ, եւ նույնը մեզ է ասում, որ դուք էլ չչարանաք, նեղություններ լինելու են, դժվարություններ լինելու են, բայց մի չարացեք, եթե չչարանաս դու ժայռի վրայից չես ընկնի եւ ով որ միջև համբերի նա կփրկվի։ Այսինքն այսօր այդ համբերությունն է մեզ պետք, որ մենք համբերությամբ լցվենք։ Քրիստոսին ինչով էին մեղադրում, ինչի մեջ էին մեղադրում։ Հուդան ինչու մատնեց Քրիստոսին։ Այո, արծած սիրության համար էր ինքը մատնեց, բայց իր մեջ այդ ուժը, այդ մղիչ ուժը Հուդայի հայրենասիրությունն էր։ Ինքն զելոտներից էր, նախանձահույս մարդկանցից էր, որը տենչում էր ազատագրվել մի օր շուտ հռոմեացիների լծից։ Եվ ինքը այդ հույս ուներ, որ ահա եկավ Մեսիան։ Եվ ինքը կազատի հռոմեացիների լուծի տակից, իսկ ես կդառնամ, ասենք ասեմ, ֆինանսների նախարարը, որովհետև Տերը գիտեր իր արծած սիրությունը, այսպես ասեմ, իրան ուզեց բուժել, իրեն գանձանակը տվեց, որ այդ գանձանակը ձեռ ունենալով հաղթահարի այդ արծած սիրությունը, բայց չէ, արծած սիրությունը եւ դրթեց, որ ինքը գնա մատնի Քրիստոսին, ավելի դա, որովհետև նույն նախանձահույս աշակերտներից ուրիշներն էլ կային իր մեջ այդ զելոտներից։ Դրա համար ինքը գնաց մատնեց արդեն դրամի համար, որտեղ իր հույսերը քանդվեցին, այսինքն։ Եվ քրիստոնյաներին էին հրեաները հալածում այն ժամանակ, որ դուք հայրենասեր չեք,
Որտեվ Տերը գիտեք ինչ ասեց, երբ որ առաքյալները հարցրեցին տաճարի Երուսաղեմի մասին, ասեց քարը քարին չի մնա, սաղքը քանդվի, ինքը դա ասեց եւ տեսնում ենք Ղուկասի ավետարանի մեջ ինչ ասում, բայց երբ որ կտեսնենք Երուսաղեմը զորքերով շրջապատված, այն ժամանակ գիտեք, թե նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ հրեաստանում են, թող սարերը փախչեն եւ նրանք, որոնք նրա միջում են, թող հեռանան եւ նրանք, որ նրա գավառներում են, թող չմտնեն նրա մեջ։ Ղուկասի 21-րդ գլուխ։ Այդ ժամանակ քրիստոնյաները, հրեաներն էին, հիմնականում քրիստոնյաները Երուսաղեմի եւ տարածքի մեջ, իրենք Քրիստոսի խոսքը լսելով, իրենք փախան։ Երուսաղեմից տարածքից փախան։ Եվ հետո քրիստոնյաներին կմեղադրեն, որ դուք դավաճանեցիք, հայրենասեր չէիք, որ փախաք եւ գնացիք։ Իսկ Տերը սովորեցնում էր հրեաներին, որ փրկությունը թշնամին այդ արտաքին թշնամին չի, հռոմեացին չի, թշնամին մեղքերն են, թշնամին սատանան է, աներևույթն է թշնամին ձեր, պոզավորը մեղքերի մեջ եք, որ դրա համար ինքը եկավ բուժել մարդկանց այդ հիվանդություններից, եկավ փրկել մեղքի կապանքներից, սատանայի գերությունից։ Քրիստոսին ասում են մենք երբեք գերի չենք եղել, ստրուկ չենք եղել, դե եղել են, չեն մոռացել են, չէ՞, քանի 100 տարի Եգիպտոսում գերի եղան։ Բայց ասում են մենք չենք եղել, ասում է ով մեղք է գործում, մեղքի գերին է։ Քրիստոս եկավ դրանից ազատի մարդկանց, բայց հրեաները չհասկացան։ Եվ ինքը զգուշացեց նորից կրկնեմ, որ սուտ մարգարեներ կգան, եւ իրականում սուտ մարգարեներ սկսեցին գալ Երուսաղեմ եւ քարոզել, որ ահա լավ կլինի մենք կհաղթենք, մենք սա կանենք, ու այդ նախանձահույս հայրենասերները իրենք հավաքվեցին եւ ըմբոստություն բարձրացրեցին հռոմեացիների դեմ, որտեվ հույս ունեին, իրենց հավատքը կար, որ պետք է Տերը Աստված ազատի իրենց այդ փոքրիկ խմբով, այսինքն թեկուզ մի 100,000-ով կամ 1 միլիոնով եկա մեծ կայսրության բանակի դեմ, իրենք հավատում էին, որ Տերը իրենց կօգնի։ Եվ ինչ տեղի ունեցավ, այդ սուտ մարգարեները իրենց տարան սուտ ճանապարհով։ Իսկ Տերը Մովսեսի միջոցով ինչ էր ասել, ասում է ձեր մեջից մարգարե կլինի, լսեք նրան, ով որ չլսի կարկոցվի, չէ՞։ Քրիստոսի մասին է, այսինքն վերջի մարգարեն էր Քրիստոս, այսպես ասեմ, որը եկավ իրենց տանի դեպի հավիտենականություն եւ հրեաները մերժեցին։ Եվ սուտ մարգարեներին լսելով կործանվեցին, իսկ քրիստոնյաները փախան։ Ոչ թե վախկոտ էին, այլ Տիրոջը լսեցին, Տիրոջը հնազանդ եղան, իսկ մնացածը կոտորվեցին, այս քանի միլիոնի չափ մարդ կոտորվեց, եւ կոտորվեց, սովից մահացավ, իրար կերան, նույնիսկ ցավոք սրտի սարսափելի բաներ է, որ պատմիչները նկարագրում էին։ Իսկ մի մասն էլ գերի տարան, ցիրուցան արեցին աշխարհով։ Եվ այսօր մենք այդ վիճակի մեջ ենք, սուտ մարգարեներ երբ եկան մեզ մոտ, երբ որ սկսեցին կուսակցություններ հայտնվել։ Ես չեմ ուզում ստեղ վիրավորեմ մի կուսակցություն, որ ունի պատմություն, որ ունի ինչ-որ տարբեր բաներ։ Այդ կուսակցությունները դա ոնց ասեմ մի աներևույթի արբանյակների միջոցով Հայաստան ներմուծեցին կուսակցություններ 100 տարուց ավելի առաջ, որոնք նորից եկան իրանց ազգային գաղափարախոսություններով եւ իրենք սկսեցին մեղադրել եկեղեցին, որ դուք այս ինչ եք անում, դուք զենքը չեք բարձրացնում, պայքար չեք անում թուրքի դեմ, չեմ գիտե ինչ։ Որտեվ հայ եկեղեցում ինչ որ Քրիստոսին էին մեղադրում, քրիստոնյաներին առաջի ժամանակ, տենց էլ այդ կուսակցությունները սկսեցին մեղադրել եկեղեցին։ Եվ ինչ տեղի ունեցավ, մարդիկ սկսեցին ավելի գաղափարախոսությամբ գնալ դեպի այդ կուսակցությունները, եկեղեցին դարձավ
սկսեց դառնալ ավելի ճիշտ, մշակույթային ինչ-որ տես պատարակի գնամ, ինչ-որ տե հոգեհանգիստ լինի, պսակ լինի եւ այլն։ Եվ եկեղեցուն սկսեցին դիտել, որ այսօր Սփյուռքի մեջ դա տեսնում ես, այդ ավանդական կուսակցությունը եկեղեցուն որպես մրցակից են տեսնում։ Մրցակից կամ կուսակցության պես մի ինչ-որ կուսակցություն, որը գաղափարախոսություն ունի։ Իսկ Հայաստանում, աշխարհում նորից կուսակցություններ, որոնք իրենց գաղափարախոսություն ունեն եւ եկեղեցուն նորից մրցակից են տեսնում։ Եվ նորից կրկնեմ, այդ մարգարեները, մենք տեսնենք Սփյուռքի մեջ Ռամկավար դաշնակ, ինչ վիճակներ էր, չէ՞, պատմությունը չպատմեմ, գիտեք, ինչ իրար հնչակներ, ինչեր էր կատարվում դուրս իրար, միջև սպանել, ատելություն, իրար աղջիկ չէին տալի ամուսնություն, ցավալի է, դա ինչ է, դա պտուղները չեն այդ մարգարեների, այդ պտուղները ատելությունն է, սիրո սառելն է, նվազելն է, դրա համար այսօր այդ օրակարգը ստեղծվել է, որ խնդրում եմ էլի, մի հետևեք այդ օրակարգին, մի հետևեք այն, որ ոնց ասեմ, YouTube-յան ալիքների մեջ այնքան բան կա նայելու, որ լուրերով մեկնաբանություններ տարբեր, որոնք մարդկանց ուղեղը տակնու վրա են անում։ Նայեք, ինչ է ասում Պողոս առաքյալը երկրորդ Տիմոթեոսի երկրորդ գլխի մեջ։ Բայց հիմար եւ անկիրթ վիճաբանություններից ետ քաշվիր, իմանալով, որ կռիվներ են ծնում, բայց Տիրոջ ծառային պետք չէ կռիվ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ողջ պահող, հակառակորդներին հանդարտությունով խրատել, թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը իմանալու համար եւ սատանայի որոգայթից զգաստանալու, որից նրանք որսացվել են նրա կամքին ծառայելու համար։ Դուք որ քրիստոնյա եք, ինչու եք վեճերի բռնվում։ Ես էլ էի այն 18 թվին, դրանից այն 8 թվականին 2000 այդ խնդիրները ոգևորված մտել էի, ինչ-որ բաներ էի տեսնում։ Այո, ես էլ էի սխալվում, որ պետք չէր մտնել։ Մարդիկ կայո կանգնում ասում էին, այսօր ինչու ես այս վեճերի մեջ մտնում։ Ես էլ էի մտել դրա մեջ։ Ցավալի է։ Բայց հիմա երբ որ անդրադառնում ես, այդ օրակարգեր էր մեզ համար, որ մեզ ուղղորդում էին, ճանապարհ էին գծում, որ մենք այդ ճանապարհով գնայինք, մոռանալով Քրիստոսի ճանապարհը։ Դրա համար քրիստոնյան դադարեք այդ վեճերից, մտեք կոմենտներ եք անում, սրա դեմ, սրա կողմ եք խոսում, կռիվ եք անում, ասում իմանալով որ կռիվներ են ծնում։ Ասում Տիրոջ ծառային պետք չի կռիվ անել։ Այլ ամենի հետ հեզահոգի լինել, ոչ թե ընդունելով իր գաղափարախոսությունը, ոչ թե բան, այ հարգանքով այդ մարդուն սիրեք։ Այդ սերը տենց է վերականգնվում։ Հետո առաջի Տիմոթեոսի 4 գլխի մեջ ասում է. «Եվ պիղծ ու պառավական առասպելներից ետ կաց»։ Պիղծ պառավական առասպել, այն գիտեք, բան եմ պադեզդի մոտ, նրբանցքի մոտ, չէ, պադեզդ, հա, տան մուտքին շեմին շենքերի նստած են նստանում, տատիկներ են նստած, այն հարև անցող դարձողի ոսկորներն են լվում, բոլոր լուրերը իրանցից կարող ես լսել։ Եվ էդի ծնուման տարբեր առասպելներ, որը վեճեր, կռիվներ է բերում, բամբասանքներ է տարածում, ասում այդ պառավական առասպելներից ետ կաց, հեռու մնա։ Իսկ այդ պառավական առասպելները այսօր ձեր պադեզդի մոտ չեն նստած, բայց համացանցի մեջ։ Մի հատ նայեք, եթե մի բան եք, լուր եք լսում եւ դրանից չարանում եք, ուրեմն այդ պտուղը դա էր։ Այդ է պտուղը, հայրերից մեկը ասում են, չեմ հիշում, շուտ վայս կարդացել, ասում են պտուղները այն այն, որ ինչ որ քո մեջ բան են թողնում։ Ատելությունը, նորից պտուղը դա է։ Գիտեք, հիմա երևի կասեք հայ սուրբ, ուրեմն դու էլ բան չես, հա, հայրենասեր չես, հայրենիքիդ մասին չես մտածում։ Միգուցե, չեմ գիտե, բայց ես մտածում եմ իմ հայրենիքիս մասին, բայց իմ ճանապարհը ուրիշ է։
դա Հիսուս Քրիստոսն է։ Այդ ժայռի վրա կառուցել, այդ հավատքի վրա կառուցել, իրար ներել, ատելության դեմ կանգնել սիրով, դադարեք, նորից եմ ասում, այդ համացանցի մեջ այդ լուրերը հետևելու, որ չարանաք, հետո էլ կոմենտներ գրեք, փորձեք հետ քաշվել այդ բաներից ու հավատացեք, Տերը ամոթով չի թողնելու։ Աղոթք այդ ժամանակ ուժ եւ պտուղ կտա, երբ որ դու ես ձգտում փոխվել։ Հետ առ այդ կռիվներից, այդ վեճերից, բամբասանքներից։ Մենք մտածում ենք, հա, թուրքը, բա որ ոնց անենք թուրքը կամ ադրբեջանցին կամ այս թշնամին, նորից եմ ասում, օրակարգ է ստեղծվել, որ մենք դրանով ապրենք, բայց չենք նշмарում փոքրիկ սիմվոլներ կան, որը նորից թշնամին, աներևույթ թշնամին իր արբանյակների միջոցով, որոնք կամա ծառայում են, չհասկանալով միգուցե, այսպես ասեմ։ Այսօր հարվածում են Արագածոտնի թեմին, որտեղ գտնվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը Օշականում, հա։ Այդ թեմը գլխատում են, սենց ասեմ, հա, գլխատում են հոգևորականներին Կիրակի օրով հրավիրում են քննչական, որ պատարագ չարվի, այդ թեմում միտեղ պատարագ կարգալուց քահանան։ Այդ դրանք փոքրիկ բաներ են, չէ՞, կարծես թե, բայց մենք որ տեսնում ենք դասագրքից վերացվել է Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկությունը, չէ՞, QR կոդ պետքա դնի, երեխան դնի կարդա, որ գրքի եղածը չի կարդում, elə մի հատ էլ QR կոդով հեռախոսով պետքա, իսկ երեխա եթե կա, որ տենց հեռախոս չունի, որ QR կոդ անի, ինչ պետք է անի։ Ամբողջ խնդիրը Սյունիքի խնդիրն են, հա, բարձրացնում, իսկ այնտեղ ինչ ունենք, Տաթևի վանք, Սուրբ Գրիգոր Տաթևացու գերեզման, իսկ ով չէր սիրում Տաթևացին։ Ով էր ատում, որ նույնիսկ ժամանակ եղավ դիմեցին, որ Տաթևացուն սրբերի ցանկից հանվի հիշատակումից։ Կաթոլիկ աշխարհը։ Ես շուտով հիմա կաթոլիկների դեմ բան չեմ ասում, բայց կաթոլիկ աշխարհը միշտ 12-րդ դարից փորձել է Հայաստանը իրենով անել, հայ ժողովուրդ, հայ եկեղեցին իրենով անել, եւ Տաթևացին էր, որ դեմ կանգնեց, որոտնեցի, նշեցի, բայց հիմնական Գրիգոր Տաթևացին դեմ կանգնեց իր շնորհիվ, որ փագեց դռները եւ այսօր կաթոլիկ աշխարհի ընդվզումների եւ այսօր իր ոչ ներկայությամբ, այսինքն երկնքում է, բայց իր բացակայությամբ նորից իրենք վախում են Տաթևացիից։ Դրա համար սիրելի հավատացյալ, մեր հայ եկեղեցին դարերի ընթացքում, որ կաթոլիկ աշխարհի ոտնձգությունների դեմ է պայքարել, ինչ ձևի, իր դավանանքը իմանալով, բայց այսօր ցավոք սրտի մեր հավատացյալներ չասեմ, բայց հոգևորականներից շատերի համար կարևոր չի մեր դավանանքը։ Ոմանք էլ նույնիսկ միգուցե լավ էլ չգիտեն եւ ասում են ինչ դե նույն հավատք եկեղեցի այսօր 21-րդ դարը ինչ բան։ Մենք այդպես ենք մտածում, բայց իրենք չեն մտածում այդպես։ Իրանք տառապում են կայսրական ոտնձգություններով, իրանք այդ կայսրությունը իրենց արյան մեջ է, նույն էլ ռուսական եկեղեցին։ Նույն է ռուս եկեղեցին է ինքն էլ է ուզում տիրանալ հայ եկեղեցու ժողովուրդը, գողանա տանի, բայց հիմնական այդ բանը մեր պայքարը եղել է մեր եկեղեցին գիրով, այսինքն գրիչով պատասխանել է, բայց այսօր մենք դա էլ չունենք, որտեվ այսօր այդ օրակարգի մեջ, այդ որ օրակարգը ստեղծվել, այսօր եկեղեցին էլ է մտե այդ օրակարգի մեջ։ Այսօր անդադ տեսնում ես եկեղեցին հայտարարություններ է լինում, այս ընդվզում ենք, այս դեմ ենք, այս բանը չենք անում, բայց այսօր մասունքներ հանելով, աղոթքներ անելով հարց չի լուծվում։ Այսօր դուք հոգևորականն, սիրելի եղբայրներ ի Քրիստոս,
ժողովրդին դեպի Քրիստոս տարեք։ Ես գիտեմ, կան հոգևորականներ, որոնք լուր ու մունջ իրենց ծառայությունը կատարում են, բայց դա քիչ է։ Բայց այսօր մենք տեսնում ենք ամեն տեղ հարցազրույցներ եւ տարվում են, խաբվում են մեր հոգևորականները, լրագրողները գալիս են, հարցեր են տալիս ու իրենք այդ նախանձախնդրությամբ հելնում եկեղեցի են պաշտպանում։ Այո, լավ է, բայց եկեղեցին տենց չեն պաշտպանում ուրիշին մեղադրելով իր սխալների մեջ։ Այսօր փորձեք Աստծո խոսքը քարոզեք, այսօր ժողովրդին հանեք ժայռի վրա դրեք։ Նախ դուք կանգնեք ժայռի վրա։ Դուք կանգնեք եւ նոր սկսեք բարձրացնել ժողովրդին։ Այդ օրակարգից դուրս եկեք, հա։ Դուրս եկեք եւ մտեք Քրիստոսի այդ ճանապարհի վրա։ Ինքն է ճանապարհը, ինքն է փրկությունը։ Մեր ազգի փրկությունը դա է, ես չեմ ուրիշ ազգերի մոտ ոնց է։ Ուրիշ ազգեր ունեն իրենց հարստությունը, կայսրական ինչ-որ դե բաներ ունեն, մենք այդ չենք ունեցել։ Մենք Աստծո պահած ժողովուրդն ենք։ Դրա համար մեր փրկությունը Քրիստոսով է, ուրիշ բանով չի։ Ոչ զենքով է, ոչ մարդով է, ոչ պետություններով է, ոչ կայսրություններով է։ Մենք ինչքան այդ բանի վրա մենք ապավինելու ենք, մենք կործանվելու ենք։ Այդ ավազի մեջ այնքան ենք այդ տունը ուզելու եք կառուցեք, նորից քանդվելու է։ Այնքան որ ասես վրոդ մի հատ հոսանք ջուրը գա կտանի ու գետը կտա։ Ծովը կգցի ու վերջ կվերջանաք։ Դուք հոգևորականներ կառուցեք, այսինքն կանգնեք ժայռի վրա եւ ժողովրդին տարեք, ոչ թե օրակարգի մասնակից դառեք։ Տենց չի լուծվում հարցը եւ միայն աղոթքներով, սրբամասունքներ հանելով չի լուծվի։ Որովհետեւ չարը աներևույթ իր նպատակն է դա մեր ժողովուրդը, մեր հավատքը քանդելն է։ Իսկ այդ բանին մենք կարող ենք դիմադրել Պողոս առաքյալի խոսքերով։ Աստծո սպառազինությունները առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրը եւ ամենը կատարելով հաստատ կանգնել։ Արդ հաստատ կանգնեցեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված, արդարության զրահը հագած եւ ձեր ոտները կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունով եւ ամենի վրա հավատքի վահան առեք, որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգչեցնել եւ փրկության սաղավարտն առեք եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է։ Այս զենքով զինվեք, ոչ թե սիրուն խոսելով, սրան մեղադրելով, էսի կարկալուց աղը չի կարա լինի պատարականի ու վեճեր ու դուք այդ օրակարգի մեջ եք, որը լրատվական միջոցները ձեր գլխին են փաթաթում։ Եվ դուք պարտվելու եք, հավատացեք, որտեվ դուք այս սպառազինությունը չեք հագե։ Եվ ձեր պատերազմը այդ դաշտը չի, լրագրողները չեն, ինչ-որ տե հարցեր լուծել, ձեր դաշտը ուրիշ բանի մեջ է։ Իսկ հավատացյալները, որոնք գիտակից հավատացյալներ են, որոնք հասուն հավատացյալներ են, բայց հուսահատ վիճակի մեջ են, գնում են եկեղեցիներ, լսում են քաղաքական քարոզներ, լսել եմ, որ հոգևորականներ կա ասում են, որ Նիկոլա Պաշտա թող հաղորդության չմոտենա։ Սա ինչ է։ Այս ինչ բան է։ Եվ շատերը հուսահատվում են, ինձ գրում են, Հայաստան եմ, ինձ մոտենում են, ասում են հայսուրբ հուսահատությունը ամբողջ Հայաստանում։ Հուսահատությունը եկեղեցիներում։ Ես էլ որ եկա պատարակ եմ ամ ժողովրդի մեջ այդ լույսը չկա աչքերի մեջ քրիստոնյաների։ Մեր հավատացյալների մեջ։ Դրա համար զինվեք սիրելիներ, այդ վեճերից նախ եւ առաջ առաջի քայլը ինչ որ կա, սկսեք քիչ լսել քաղաքական, լրատվական այդ հոսքը։ Մի լսեք, մի հետաքրքրվեք։ Երբ որ միտեղ եք գնում այդ թեմաները գազում, մի վիճեք, որտեվ դա օգուտ չի տալու, միայն վեճ, կռիվ եւ այդ չարությունը ավելի ատելությունը ձեր մեջ մտցնելու։ Երբ որ որտեղ ատելությունն է, սատանայի իշխանությունն է։ Սերը այնտեղ է, որտեղ Քրիստոսի թագավորությունն է։
Փորձեք այս ձևով փոխվեք, ջանք արեք, փոխվեք, նոր աղոթքները ձեզ կօգնի։ Քահանաներից պահանջեք, հոգևոր դասից պահանջեք, որ իրենց ձեզ Աստծո խոսքով մխիթարեն, ոչ թե ժողովուրդ գնանք այս կուսակցության, գնանք այս քաղաքական գործիչի հետևից։ Եթե տես բաներ են ասում, մի լսեք իրենց։ Սուրբ Տաթևացին ասում է, ինչ որ դեպքերում հնազանդվենք մեծավորին, իշխանություններին, սա ամեն բանի մեջ հնազանդվեք բացի երկու բանից։ Եթե քեզ ստիպում է ուրանալ Քրիստոսին, եւ երկրորդ երբ որ քեզ ստիպում է մեղ գործել, բաց այդ ասում է գնա գողացի, գնա սպանի։ Եթե դա չի անում, այդ բաներով քեզ չի պարտադրում, մնացած բաներում քո բանի մեջ հնազանդեղի ապավինելով Տիրոջը, որովհետև Տիրոջը ապավինողը ամոթով չի մնա։ Սա է, եւ սա մեզ կօգնի, ես ամեն ինչը մեր սերը վերականգնվի, այդ ատելությունից ազատվենք։ Քրիստոս ինչ ասում, սիրելիներ, ասում է դուք եք լույսը աշխարհի, դուք եք աղը աշխարհի։ Ասում է եթե աղը, նման դա հոգևորականներինն է, չէ՞ գալիս։ Եթե աղը իր համը կորցնում է, ասում է ոտնատակ են անում։ Այսինքն եթե ես որպես հոգևորական այդ իմ աղը, այդ համը կորցնում, ես ոտնատակ եմ ամեն մի թափթփուկի, այսինքն արժող չարժողի ոտների տակն եմ ընկնել փոխաբերական իմաստով։ Լույսը Քրիստոս ասում է, եթե դու լույս ես ու դա խավար է, բա խավարը ինչ պետք է լինի։ Այսինքն դուք եք լույսը աշխարհի։ Այսինքն այն մարդիկ, որոնք խավարի մեջ են, դուք լույսը եղեք։ Իսկ լույսը ինչ է։ Դա լույսն է, որ ուղղորդում է դեպի Քրիստոս, որ մարդիկ տեսնեն, որ դուք Քրիստոսինն եք, որ իրենք էլ գան, որտեղ այդ շատ մարդիկ իրանք էլ են հուսահատված, որոնք եկեղեցիից, հոգևորականներից գայթակված են, հեռացել են, բայց դուք տեսնում են, դուք էլ եք գնում եկեղեցի շաբաթը մեկ կամ էլ ամեն տոներին պատարակներ եք գնում, բայց էլի եկել եք խավարը, ձեր աչքերի մեջ էլ է մարած այդ լույսը։ Այդ համը չունեք, այդ աղը, այդ համ, այսինքն ձեր խոսքով, բարքով, վարքով, այդ համն էլ է կորը, որտեվ մտածում եք, ինչ, սա բոլորիս է տրված, որ մենք մեր հնարության չափով ու դու ինչի մեջ այսօր կաս, դրա մեջ հավատարիմ եղիր։ Դրա մեջ հավատարիմ եղիր, լավ ամուսին ես, կին ես, զավակ ես, ծնող ես, աշխատող ես, ընկեր ես, եղիր լավը, եղիր Աստծո փառքի համար ապրի, քո հարաբերությունները ստեղծի։ Ու նորից խոսքս ավարտեմ այն բանով, որ համացանցը փորձեք, մի սպասեք մեծի պահոց շրջան գա, որ 40 օր ես ինտերնետ չեմ մտնում, չէ, փորձեք այս քիչ լսել այս լրատվական բաները, որտեղ անընդհատ երբ որ լսում ես, սպասում ես մեկը մի հույս կտա քեզ, որ հեսա հիմա կգան Նիկոլին կգցեն կամ այս սրան կանեն, սրան կկպնեն, որ մենք փրկվենք։ Այդ հույսով մի մխիթարվեք։ Գիտեք, երբ որ դու մխիթարվում ես ոչ Քրիստոսով, դու ամոթով կմնաս։ Մի հատ բան պատմեմ, չեմ հիշում պատմել եմ թե չէ, տարիներ առաջ դե տուն եմ գալիս, իմ սենյակ երեկոյան, ու չեմ հիշում ինչ մի բան եղավ, սենց վանքի վիճակ, ստեղ Երուսաղեմ, Հայաստան, սենց մի հատ բան էր, սենց ծանր վիճակ էր, ու սենց սկսեցի մեկ էլ հիշեցի, ասի Տեր Աստված, փառք քեզի, որ այս համացանցը կա, փառք քեզի, որ կոմպյուտեր կա, փառք քեզի, որ հնարավորություն ես տալի, ես ինչ-որ գիրք եմ գրում, վիդեոներ եմ անում, փառք քեզի Տեր, որ այդ աշխարհը ստեղծե ինձ համար, որտեղ ես իմ մխիթարությունս գտնում եմ, որտեղ ես փախնում եմ այս աշխարհից։ Ու սենց ուրախ, սենց ինձ մխիթարված, հանգիստ գալիս եմ ու հասա դրանս առջև, մեկ էլ սենց մի հատ հարված, սենց մի հատ մի բան, մեջս մի ձայն, այդ ամենը վերցնեմ քեզանից, ինչով ես մխիթարվելու։ Եվ Տիրոջ ձայնն էր, սենց խառնվեցի իրար, նորից, եթե այդ ամեն ինչը վերցնեմ, ինչով ես մխիթարվել, դու քո մխիթարությունը այս բաների մեջ ես արել։ Այսինքն դու ինձնով չես մխիթարվում,
Ու դրա համար, եթե այդ ամեն ինչը կորցնես, դու էլ կկորես, կգնաս։ Դրա համար, սիրելիներ, մխիթարվեք Քրիստոսով, Աստծո խոսքով, մխիթարվեք դրանով, այդ բաներով, որ կարողանաք հաղթարել, երբ որ ինչ-որ մի բան կորցնեք։ Եվ վստահ եղեք, Տերը ամոթով չի թողնի։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։